Պետությունը կկատարի զոհված կամ անհետ կորած արցախցիների հիփոթեքային վարկի վճարումները, եթե նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ընդ որում որոշման ընդունման պահին Հայաստանի քաղաքացիություն չունեցող շահառուների համար հիփոթեքային վարկերի մարման գործընթացը կմեկնարկի քաղաքացիություն ձեռք բերելուց հետո հաջորդ ամսվա 20-ից։ Կառավարությունը 24 համայնքում կհամաֆինանսավորի 26 սուբվենցիոն ծրագիր։ Այդ նպատակով հատկացվել է շուրջ 1 միլիարդ 582 միլիոն դրամ։ Ընդհանուր առմամբ, ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալների, այս տարի պետական բյուջեից 14.9 միլիարդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել։ 2024 և 2025 թվականներին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցում կհատկացվի։ Օրինակ, եթե այգին վնասվել է 100%-ով, ապա ծիրանի դեպքում փոխհատուցման չափը կկազմի 301.840 դրամ, կարտոֆիլի դեպքում 446.950 դրամ, բանջարաբոստանային մշակաբույսերի վնասի փոխհատուցման չափը կլինի 130.900 դրամը, աշնանացանցորենինը 55.328 դրամը։ Ընթացիկ տարում արտադրված խաղողի համախառնբերքը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ըստ նախարարի, խաղողի մթերումները սկսվել են օգոստոսի 3-րդ տասնօրյակից։ Մթերումներ են իրականացվել շուրջ 50 մթերման կետերում։ Հոկտեմբերի 9-ի դրությամբ մթերվել է շուրջ 167.000 տոննա խաղող, նախորդ տարվա նույն օրվա 147.000 տոննայի համեմատ, այսինքն 20.000 տոննա ավելի է մթերվել։ Նախատեսվում է, որ այս տարի մինչև 200.000 տոննա խաղող կմթերվի։ Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը 2025 թվականին կդանդաղի մինչև 0.9%, իսկ 2026 թվականին մինչև 0.8%։ 2027 թվականի կանխատեսումն էլ է նվազեցվել 1.2%-ից մինչև 1%։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում առանց Ռուսաստանի, որին բաժին է ընկնում տարածաշրջանի տնտեսության շուրջ 40%-ը, ՀՆԱ-ի աճը 2025 և 2026 թվականներին կանխատեսվում է 3.3%, իսկ 2027 թվականին սպասվում է մի փոքր արագացում մինչև 3.7%։ Բրիտանական բանկերը ստիպված կլինեն վճարել շուրջ 8.2 միլիարդ ֆունտ ստերլինգ, մոտ 11 միլիարդ դոլար իրենց հաճախորդների նավթովարկավորման ոլորտում թույլ տրված խախտումների համար։ Հաճախորդները միջինում կստանան մոտ 700 ֆունտ ստերլինգ փոխհատուցում։ Նախորդ գնահատականներով այդ գումարը կազմում էր շուրջ 950 ֆունտ ստերլինգ։ Վերջին ամիսներին համաշխարհային նավթի գները կայունացել են չնայած նավթի պաշարների աճին։ Միացյալ Նահանգների փորձագետների կարծիքով այդ երևույթի հավանական պատճառներից մեկն է Չինաստանի կողմից նավթի պաշարների ավելացումը։ Ըստ կանխատեսումների 2026 թվականին Brent տեսակի նավթի միջին գինը կկազմի 1 բարելի դիմաց 52 դոլար, համեմատած այս տարվա միջին 69 դոլարի հետ։ Ամազոնը պլանավորում է մինչև 2027 թվականի ավարտը 1 միլիարդ եվրոյի ներդրում իրականացնել Բելգիայում։ Այս խոշոր ներդրումը ուղղված է ընկերության լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև համագործակցության խորացմանը տեղական փոստային օպերատորի և փոքր ու միջին բիզնեսների հետ։ Նախորդ տարի Երևանից հետո ամենաշատ հանցագործությունները կատարվել են Արմավիրում, հետևում են Կոտայքը, հետո Արարատն ու Շիրակը։ Ամենամեծ թվով հանցագործություններ Երևանից հետո կատարվել են Վաղարշապատում՝ 2094 դեպք, որից 78-ը առանձնապես ծանր։ Համեմատության համար ամբողջ Սյունիքի մարզում գրանցվել է 1649 դեպք։ Այստեղ հարց է առաջ գալիս, ինչու է մի բնակավայրում հանցագործությունների թիվն ու բնույթը այդքան տարբերվում մյուսներից։ Այդ կրիմինոգեն գործոնները շատ այդ հողային, տեղային եւ շատ սպეციფիկ են։ Այսինքն մի համայնքում ինչ որ տրադիցիա, վատ իմաստով տրադիցիա եմ ասում, լավ իմաստով տրադիցիա չեմ ասում, նեգատիվ փորձ կա, այդ նեգատիվ փորձը փոխանցվում է։ Հանցավորությունն աճել է Հայաստանում, դա փաստ է։ Հասկանալու համար, թե ինչպես նվազեցնել դրա մակարդակը, պետք է պարզել ամեն մարզում եւ բնակավայրում
բնակավայրում հանցավորության աճի աղբյուրները։ Դա էլ պետք է անեն նախ թաղային ոստիկանները, այսինքն նրանք պետք է հավաքեն տվյալների բազա։ Համայնքային ոստիկանը, համայնքային սոցիալական աշխատողի նման պետքա դեպք առ դեպք հասկանա սպეციფიკան, մարզային առանձնահատկություն։ Ես ինքս դասախոս եմ patrol service-ի, բարեկների։ Ես այնքան լավ եմ տեսնում ամեն մարզի վրա, նույնիսկ ճիշտ այրանք տարբեր մարզեր են նշանակվում, որը շատ հետաքրքիր է։ Հետո էլ մարզից մարզ պետք է լուրջ վերլուծություն արվի, ինչու են այս մարզում ավելացել վենդետաները, իսկ մյուսում գրպանահատությունները, երրորդում կռիվ ծեծու ջարդը։ Օրինակ, որպես պատճառ նշվում է պատերազմն ու դրա հոգեբանական ազդեցությունը, բայց դա զուտ ենթադրություն է, որի տակ որևէ հետազոտության արդյունք չկա։ Իրական համակարգը պիտի հասկանա, թե իր ռեսուրսները հատկապես որ հանցագործներին բռնելու, ինչ հանցագործություններ բացահայտելու վրա պետք է ծախսի եւ ըստ առաջնահերթության ծախսի այդ ռեսուրսները։ Մեր մոտ նման մոտեցում գոյություն չունի, չկա համակարգվածություն։ Մյուս կողմից իրավապահները հրապարակում են տվյալներ, որոնցից պարզ է դառնում, որ այո, այս կամ այն քաղաքում ավելացել են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների թվերը, սակայն աճում են նաև բացահայտումները։ Ինքնին իր վիճակագրական տվյալները ցույց է տալիս, որ բարելավել է, բացահայտելիությունը դրանով աճել է։ Իրականում դրանից հանցավորությունը չի պակասում։ Իրավապահները հիմա հանրային հատվածի հետ միասին մշակում են հանցավորության կանխարգելման ռազմավարություն, որը թույլ կտա ինչ-որ քայլեր պլանավորել գալիք տարիների համար եւ հաշվետվողական լինել։ Ասիական զարգացման բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում աջակցում է ներքին գործերի նախարարությանը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի եւ Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի հիմնական ուղղությունները։ Ծրագրի նպատակը Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման կարողությունների զարգացմանը, տվյալների հավաքագրմանը, աղետների ռիսկի գնահատմանը եւ տեխնոլոգիական համակարգերի ամրապնդմանը, ինչպես նաեւ սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացմանն աջակցելն է։